Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Մոսկվան այլևս չի հավատում Արևմուտքի Ուկրաինայի հարցը բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությանը։ Նրա խոսքով արևմտյան երկրները ձևացնում են, թե ցանկանում են երկխոսություն, սակայն իրականում սկսել են վերջնագրեր ներկայացնել Ռուսաստանին։ Լավրովը պնդել է, նման քաղաքականությունը չի նպաստում հակամարտության կարգավորմանը։ Նա ընդգծել է, Մոսկվան հաշվի է առնում այս փոփոխված մոտեցումը իր հետագա քայլերը ձևավորելիս։ Ռուսաստանի ԱԳ-նախարարը փաստացի հայտարարել է, Արևմուտքի նկատմամբ նախկին վստահությունն այլևս գոյություն չունի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, պատերազմը դեռ չի ավարտվել եւ երկիրը պետք է մշտապես ավելի ուժեղ լինի, քան իր թշնամիները։ Նրա խոսքով տարածաշրջանում հին սպառնալիքների զուգահեռ առաջանում են նաեւ նոր մարտահրավերներ, որոնց Իսրայելը պատրաստ է արձագանքել։ Նեթանյահուն հայտարարել է, առաջիկա տասնամյակում պաշտպանության բյուջեն կավելացվի լրացուցիչ 350 միլիարդ շեկելով։ Նա նշել է, այդ միջոցների զգալի մասը կուղղվի ռազմաօդային ուժերի զարգացմանը եւ նոր զինամթերքի արտադրությանը։ Վարչապետի խոսքով Իսրայելը նպատակ ունի նվազեցնել արտասահմանյան ռազմական գնումներից կախվածությունը եւ զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պորիլինի հետ։ Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի բանակցությունների միջոցով վերջ տալու հնարավորությունները։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ զրույցի առանցքում եղել են խաղաղակարգավորման ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը։ Քննարկվել են նաև պատերազմի շուրջ միջազգային համագործակցության հնարավորությունները։ Վաշինգտոնը եւ Սուրբ Աթոռը կարևորել են երկխոսության շարունակական անհրաժեշտությունը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանի գլխավոր առավելությունը այս փուլում բալիստիկ հրթիռներն են։ Նրա խոսքով Ուկրաինան զգալիորեն ուժեղացել է թե մարտադաշտում, թե օդային պաշտպանության ոլորտում։ Զելենսկին ընդգծել է, այդ արդյունքները հնարավոր են դարձել ուկրաինացի զինվորականների գործողությունների շնորհիվ։ Նա նշել է, հենց այդ հաջողություններն են հնարավորություն տալիս ավելի վստահ դիրքերից շարունակել պայքարը։ Ուկրաինայի նախագահը համոզմունք է հայտնել ներկայումս Կիևն ունի ռազմական առավելության հասնելու հնարավորություն։ Wall Street Journal-ի տեղեկություններով Իսրայելը ԱՄՆ-ին փոխանցել է հետախուզական տվյալները, որոնք վերաբերում են Իրանի կողմից Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի նախապատրաստմանը։ Հրատարակության գնահատմամբ այս տեղեկատվությունը կարող է կոշտացնել Վաշինգտոնի դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ։ Նյութում նշվում է, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շարունակում է պաշտպանել Իրանի դեմ ռազմական գործողությունների գաղափարը։ Միաժամանակ հիշեցվում է, ԱՄՆ-ն ու Իրանը նախկինում բանակցություններ են վարել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, սակայն հետագայում Վաշինգտոնը վերսկսել է հարվածները մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել իր հոր Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել Մաշհադում։ ԶԼՄ-ների փոխանցմամբ Դագաղի մոտ հոգեհանգստյան աղոթքը կատարել է հանգուցյալի ավագ որդին Սեյեդ Մուստաֆա Հոսեյնի Խամենին։ Հուղարկավորությանը մասնակցել են հազարավոր մարդիկ, որոնք վերջին հրաժեշտն են տվել Իրանի նախկին գերագույն առաջնորդին։ Մոջթաբա Խամենեիի բացակայության պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։ Reuters-ի փոխանցմամբ ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Թեհրանի հետ լուծում գտնելու քաղաքականությանը։ Կողմերը շարունակում են քննարկումները, չնայած վերջին շաբաթներին Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին։ Զելենսկին հայտարարել է, մոտ օրերս ԱՄՆ-ից կստացվեն ՊԱԿ 3 տեսակի հրթիռներ Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Նրա խոսքով եվրոպական գործընկերների հետ եւս ձեռք են բերվել լրացուցիչ պայմանավորվածություններ, թեև դրանց իրականացման ժամկետները դեռ հստակեցված չեն։ Զելենսկին նաև հայտնել է, Կիևն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել Ուկրաինայում Պատրիոտ համակարգերի հրթիռների արտադրություն կազմակերպելու շուրջ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը։ Հրատարակությունը հերքել է իրանական պետական լրատվամիջոցների տեղեկությունները, թե առևտրային նավերի անցումը կատարվում է միայն Թեհրանի հաստատված երթուղիներով։ Ամերիկյան կողմը հայտնել է, իր զինված ուժերը աջակցում են միջազգային առևտրային նավերի անվտանգ տեղաշարժի նեղուցով։ Հրամանատարության տվյալներով մայիսի սկզբից ապահովվել է ավելի քան 800 առևտրային նավի եւ շուրջ 380 միլիոն բարել հում նավթի անվտանգ տարանցումը։ Վաշինգտոնը շեշտել է, Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ միջազգային կարևորագույն ծովային միջանցքներից մեկը։ Թուրքիան Ռուսաստանից գնաց S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Հավանական գնորդների թվում նշվում են Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Նշվում է, այս քայլը կարող է օգնել Անկարային դուրս գալ ԱՄՆ-ի կիրառած ՔԱԱՏ պատժամիջոցների ազդեցությունից եւ վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին։ Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 2 ամսով մինչև սեպտեմբերի 18-ը։ Որոշումը հրապարակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմասյանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին ժամը 17:30-ին։ 13 ամիս առաջ ինձ առաջադրեցին 3 մեղադրանք, մեկը մեր ձևով եկեղեցու պաշտպանության համար, ինչի համար հպարտ եմ, մյուս 2 մեղադրանքը համարում եմ դատախազի քննիչի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Այս մասին դատարանում հայտարարել է Սամվել Կարապետյանը եւ ավելացրել. բացարձակ կապ չունեմ այն հարցերի հետ, որով ինձ մեղադրանք են առաջադրել, մյուս մեղադրանքներն են համարում եմ քննիչների եւ դատախազների կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Ես այդպես էլ չհասկացա այս 13 ամսում, թե ինչի համար եմ մեղադրվում, կարծում եմ, որ դատարանն ավելի խորը պետք է ուսումնասիրի այս հարցերը, ասել է Սամվել Կարապետյանը։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություններ ներկայացրել դատարանը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասով, այն է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ են արձակել։ Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել է, որ նա կալանքը կկրի տանը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վաղարշակ Հակոբյանը եւս падգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։ Կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել է մի ներորդ գումարման ազգային ժողովի падգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է վարչապետի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հետ համաձայնեցված, շարունակում եմ մնալ կուսակցության իրավանդամը եւ շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին, նշել է Վաղարշակ Հակոբյանը։ Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 18:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը եւ չի նկատվում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով ըստ նախնական տեղեկությունների լողալու նպատակով ցատկել է գետը եւ գլխով հարվածել քարին։ Քննիչներն ու ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Գառնիկ Ղ-ն է։ Մեծ Բրիտանիայում սկսել է իշխող լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որը Քիր Սթարմերի հրաժարականից հետո կգլխավորի նաև երկրի կառավարությունը։ Թեկնածուները կարող են առաջադրվել մինչև հուլիսի 16-ը, ապահովելով լեյբորիստական կուսակցության առնվազն 81 падգամավորի աջակցությունը, ինչպես նաև կուսակցությանը կից 3 կազմակերպության, այդ թվում 2 արհմիության հավանությունը։ Կուսակցության առաջնորդ կարող է դառնալ միայն գործող падգամավոր։ Առայժմ իր առաջադրման մտադրության մասին հայտարարել է միայն մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը։ Եթե թեկնածու չառաջադրվի, նա հուլիսի 17-ին կդառնա լեյբորիստական կուսակցության առաջնորդ, իսկ հուլիսի 20-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Ֆարսը հայտնում է ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող երկաթուղային կամրջին, որը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապող կարևոր տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։ Ըստ գործակալության թիրախը եղել է Գոլեստան նահանգի Ախքալա շրջանում, Թուրքմենստանի սահմանի մոտ գտնվող կամուրջը։ Նշվում է, հենց այս երթուղով Ռուսաստանից բեռներ մուտք գործում Իրան։ Ֆարսի տվյալներով ԱՄՆ ռազմածովային շրջափակումից հետո Չինաստանը եռապատկել էր դեպի Իրան իրականացվող բեռնափոխադրումները հենց այս ուղղությամբ։ Գործակալությունը հարվածը գնահատում է որպես ռազմավարական ենթակառուցվածքի թիրախավորում։ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ամերիկյան գործողությունները ռազմական հանցագործություններ են։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, ԱՄՆ-ի բանակի հարձակումները անկասկած կազմում են ծանր ռազմական հանցագործություններ։ Թեհրանը նաև վերահաստատել է իրանցի ժողովրդի վճռականությունը, պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարե Տոմչիկը հայտարարել է, ամերիկյան զորքերը 8 շաբաթվա ընթացքում կվերադառնան Լեհաստան։ Նրա խոսքով ամերիկացի զինվորականների թիվը կրկին կհասնի մոտ 10,000-ի։ Վերջինս նշել է, խոսքը ներկայիս ռոտացիային չմասնակցող ստորաբաժանումների մասին է։ Նա նաև հայտնել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյան, Կամիշի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության հետագա քայլերը։ Պաշտոնյայի գնահատմամբ Եվրոպայում ամերիկյան զորքերի վերադասավորումը որևէ բացասական ազդեցություն չի ունենա Լեհաստանի վրա։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բերլինն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել ամերիկյան Թոմահոք թևավոր հրթիռների ձեռքբերման շուրջ։ Նրա խոսքով այս պարազինությունը կօգնի լրացնել Գերմանիայի պաշտպանության համակարգում առկա կարևոր ռազմավարական բացը։ Միաժամանակ Մերցը նշել է, Եվրոպան նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակում պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության ապահովման հարցում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր պաշտոնավարման ընթացքում իր սպանության հավանականությունը գնահատում է 5.2%։ Նրա խոսքով նախագահի պաշտոնը չափազանց վտանգավոր է, համեմատելով այդ ռիսկը ձիարշավորդների եւ Ռոդեոյի մասնակիցների հետ, որոնց մահվան հավանականությունը ըստ նրա կազմում է ընդամենը 0.1%։ Թրամփը նշել է, Իրանի թիրախային ցուցակում առաջին տեղում հենց ինքն է գտնվում։ Նրա գնահատմամբ Իրանցի նկատմամբ առկա վտանգը շարունակում է մնալ իրական։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը զգալիորեն բարդացել է։ Նրա խոսքով Մոսկվան հույս ունի, որ այս սրացումից հետո ԱՄՆ-ն կկարողանա կարգավորել իրավիճակը եւ վերադառնալ նաեւ ուկրաինական կարգավորման գործընթացին։ Պեսկովի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ հասցրին Իրանի տարածքին, իսկ Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։ Կրեմլում ընդգծել են, իրավիճակի հետագա զարգացումը մեծապես կախված է ԱՄՆ-ի հաջորդ քայլերից։ Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Չեզարե Տոմչիկը հայտարարել է, երկրի բանակը 3 տարվա ընթացքում 260 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի եւ դրանց դեմ պաշտպանության համակարգերի ֆինանսավորումը։ Նրա խոսքով, եթե 2023-ին այդ նպատակով ծախսվել էր շուրջ 100 միլիոն զլոտի, ապա մինչև 2026 թվականը ծախսերը կհասնեն 26 միլիարդ զլոտի։ Լեհաստանը միաժամանակ ակտիվորեն գնում է տարբեր տեսակի անօդաչու համակարգեր եւ զարգացնում դրանց տեղական արտադրությունը։ Պաշտոնյան նշել է, այս ծրագրերը զգալիորեն կբարձրացնեն բանակի հնարավորությունները մոտ ապագայում։ Էստոնիա ռազմաօդային ուժերը 22 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ վերսկսել են զորակոչիկների հավաքագրումը։ Նորակոչիկները, որոնց թվում կա նաև 1 կին, ծառայելու են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում եւ կսովորեն շահագործել գերմանական IRIS-T CLM միջին հեռահարության հոբ համակարգերը։ Այդ համակարգերը նախատեսված են մինչև 40 կիլոմետր հեռավորության եւ մինչև 20 կիլոմետր բարձրության վրա օդային թիրախներ խոցելու համար։ Միաժամանակ Էստոնիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է քննարկել զորակոչի ժամկետը 2027 թվականից մինչև 12 ամիս երկարաձգելու նախաձեռնությունը։ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Բուշերի ատոմակայանի հարակից տարածքներին։ Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով կեսօրին հարձակման են ենթարկվել մի քանի թիրախներ, այդ թվում ատոմակայանի շրջակայքը, սակայն հարվածների հետևանքների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ 4 տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ-մաքսային կարգավորումներին եւ տեխնիկական կանոնակարգերին։ Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը։ Դատարանը քննում է Արեգ Նազմանուկյանին կալանավորելու միջնորդությունը փաստաբան Տիրայր Կարապետյանը փոխանցել է ընդդիմադիր գործիչը մեղքը չի ընդունում, գործը համարում է քաղաքական հետապնդում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը չի մանրամասնել, թե ինչու են դաշինքի նախընտրական ցուցակից մեծ թվով տեխնացուներ ինքնաբացարկներ ներկայացրել, նշելով, որ դա իրենց քաղաքական հաշվարկի մի մաս է։ Դա էլ մեր գաղտնի պլանի մաս է։ Լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ ինքնաբացարկ ներկայացրած բոլոր տեխնացուները շարունակում են մնալ իր թիմակիցները եւ իրենց նկատմամբ որևէ անվստահություն չկա։ Ինքնաբացարկներով պաշտպանել ենք այդ մարդկանց հնարավոր ամենօրյա բռնաճնշումներից, նշել է Սամվել Կարապետյանը։ Կարապետյանն արձագանքել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հասցեին հնչած հարցադրումներին կապված իր ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ։ Իմ տղաները, իմ եղբոր տղաները 1000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը։ Սուրեն Պապիկյանը 5000 տարի էլ ապրի, այդքան չի անի, թող իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, ով ինչ է արել, հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Նա նաև նշել է, որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք պարտադիր զինվորական ծառայությունից չի խուսափել անհարգելի պատճառներով։ Արարատցեմենտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով թույլ տալ իրենց շարունակել աշխատանքը, որը խաթարվել է Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակում։ Գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը դիմել է բողոքի ակցիա անող աշխատակիցներին, կոչ անելով հանգստություն պահպանել եւ ժամանակավորապես վերադառնալ իրենց տները, քանի դեռ շարունակվում են գործարանի աշխատանքը վերականգնելու շուրջ բանակցությունները։ Այս պայն արդեն ձեռք են բերել համապատասխան թույլտվությունները գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար, այս պայն արդեն մեր մոտ գնում է հերթափոխերի կարգավորման եւ մնացած տեխնիկական աշխատանքներ,
որը կարգավորեցի հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք, նախ հասկանանք ինչ ունենք թերություններ, ինչ խնդիրներ ունենք, դրանք վերացնելու, հետևից արդեն արտադրական process-ը վերսկսելու Այսինքն հիմա աշխատելու է, այսինքն 1 ժամից 2 ժամից գործարանը աշխատելու։ Այո, այս բանը արդեն կա, նման թույլտվություն կա, այո։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կոպիտ ձևով բերման ենթարկելու վերաբերյալ հարցինի պատասխան ասել է, թե իրավապահ մարմինները գործել են օրենքի շրջանակում։ Իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետությունը գործում է իր լիազորությունների շրջանակներում, այդ թվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի տված մանդատի շրջանակում։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։ Ինչ վերաբերում է ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի նոր պաշտոնի նշանակելու հարցին, ապա Փաշինյանն ասել է, որ դրա համար լուծումներ կգտնեն։ Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև քաղաքական ճակատագրի մասին չի, խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հայտնել է, որ Արարատցեմենտը վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, հաջողվել է լուծել առաջացած խնդիրները։ Բանակցություններ չէին, աշխատանքային գործընթաց էր, կարծում եմ այն լավ ընթացավ։ Գործարանն արդեն սկսում է աշխատանքը, հուսանք մի քանի ժամից տեխնիկական փոքր խոչընդոտները կվերացվեն, իսկ վաղվանից այն կաշխատի ամբողջական ռեժիմով, հնարավոր է նույնիսկ ավելի շուտ, ասել է փոխնախարարը։ Անհայտ անձը հուլիսի 7-ից 8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք եւ վնասել 6 դամբարան եւ աղբյուր, այս մասին հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։ Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների եւ հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը, ասված է հայտարարության մեջ։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ շուկայում լուրջ խնդիրներ չեն նկատվում, գնանկում արձանագրվել է հիմնականում միայն վարդի եւ լոլիկի դեպքում, մինչդեռ մյուս ապրանքների գները էական փոփոխություն չեն կրել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ կառավարության նիստին տվյալներ է ներկայացրել։ Օրինակ, եթե հունիս ամսվա համար ծիրանը մոտ 3000 տոննա էր, 2950, արդեն հուլիսի 7-ի դրությամբ 5405 տոննայի ենք հասել։ Ներառյալ հունիսի տվյալը։ Այո, Հարգելի գործընկերներ, իհարկե, այո, այս տարի պարզատ ծիրանի գերբերքատվություն չունենք իհարկե, բայց նաև մյուս կողմից ես ուզում եմ, ես ամենօրյա թվերին հետևում եմ Հայաստան ժամանող ուղևորների, ահավոր լավ, շատ լավ մեծ ուղևորահոսքեր կան եւ ուզում եմ էտել մենք արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետեւ զբոսաշրջիկները գալիս են այս օրերին օրինակ համարյա ամեն օր 10000-ից ավելի ուղևոր մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Վոլոդիմիր Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված ֆինանսական աջակցության, քան հակամարտության ավարտի մասին։ Նրա խոսքով Զելենսկու հայտարարությունում ֆինանսական թեման ավելի հաճախ է գերակշռում, քան խաղաղության հասնելու հարցը։ Թրամփը նշել է, իր տպավորությամբ Ուկրաինայի ղեկավարը այժմ երկրի վերակառուցումը համարում է ավելի կարևոր, քան հենց հակամարտության ավարտը։ Թրամփը հերթական անգամ կասկածի տակ է դրել Կիևի առաջնահերթությունների ներկայիս տրամաբանությունը։ Ռուսաստանում Իրանի դեսպան ներկայացուցիչը հայտարարել է, Իրան եւ ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը սկզբից ի վեր կառուցված չի եղել փոխադարձ վստահության վրա։ Նրա խոսքով փաստաթուղթը հիմնված էր միայն պարտավորության դիմաց սկզբունքի վրա։ Իրանական կողմը նշել է, հակառակ կողմի գործողությունները են բարի կամքի որևէ նշույլ չի տեսել։ Դեսպան ներկայացուցիչը շեշտել է, Թեհրանը վճռականորեն շարունակել է պաշտպանել իր ազգային շահերն ու ինքնիշխանությունը։ Իրանի գնահատմամբ հենց այդ պատճառով էլ հարաբերություններում առաջնային է եղել հստակ պարտավորությունների մեխանիզմը, այլ ոչ թե վստահությունը։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Վաշինգտոնի Իրանի հետ հստակ պայմանավորվածություն ունի Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Նրա խոսքով, եթե Իրանը կրկին կրակի նավերի ուղղությամբ կամ փորձի փակել նեղուցը, ամերիկյան զինված ուժերը կհասցնեն ջախջախիչ պատասխան հարված։ Վենսը նշել է, համաձայնության սկզբունքը պարզ է, Իրանը կամ պահպանում է պայմանավորվածությունները, կամ բախվում է այն հետևանքներին, որոնք արդեն տեսել է վերջին գործողությունների ընթացքում։ Նա ընդգծել է, այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Թեհրանը բացի Հորմուզի նեղուցի եւ դադարեցնի նավերի վրա կրակելը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է Դաշինքի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Ալբանիայում։ Նա նշել է, հստակ ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված չէ։ Ռյուտեն հաստատել է միայն անցկացման վայրը ընդգծելով, մնացած կազմակերպչական հարցեր դեռ քննարկման փուլում են։ Այսպիսով հաջորդ գագաթնաժողովը պաշտոնապես նախատեսվում է անցկացնել Ալբանիայում։ Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը հայտարարել է, Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարման դեպքում, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Ղալիբաֆը նշել է, ԱՄՆ-ի կողմից վախեցնելու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում եւ Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած հարձակման։ Նրա խոսքով, եթե դու հարված ես, ապա քեզ կպատասխանեն հարվածով։ Ավելի վաղ ԱՄՆ-ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի ռազմական օբյեկտների դեմ նոր հարվածների մասին, որոնք ուղղված էին Հորմուզի նեղուցի վերահսկողության հնարավորությունները թուլացնելուն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Սիրիան ահաբեկչական հովանավոր պետություն կարգավիճակից հանելու իր մտադրության մասին։ Նրա խոսքով այս որոշումը նոր հնարավորություններ կստեղծի Սիրիայի տնտեսական վերականգնման եւ զարգացման համար։ Ռուբիոն նշել է, նախաձեռնությունը կարող է խթանել երկրի տնտեսական հեռանկարների եւ աջակցել սիրիացի ժողովրդին առաջընթացի ճանապարհին։ ԱՄՆ պետքարտուղարը այս քայլը բնութագրել է որպես պատմական որոշում։ Վաշինգտոնի գնահատմամբ նախաձեռնությունը կարող է նոր փուլ բացել Սիրիայի վերականգնման գործընթացում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը, թիրախավորելով շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում ՀՕՊ համակարգեր, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստներ, առափնի հասկողության համակարգեր եւ ռազմական ենթակառուցվածքներ։ Ըստ տվյալների, գործողության նպատակը Իրանի կարողությունների հետագա թուլացումն էր Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ գործողությունները կանխելու համար։ Իր հերթին Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողությամբ հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցներն այլևս չեն գործում Թուրքիայի նկատմամբ։ Նրա խոսքով այս սահմանափակումները փաստացի արդեն վերացվել են եւ Անկարան ներկայումս նման խնդիր չունի։ Էրդողանը նշել է, ցանկացած հարցի դեպքում նախագահ Դոնալդ Թրամփը կապ է հաստատում շատ արագ Թուրքիայի դիմումից հետո 24 ժամվա ընթացքում։ Նա հավելել է, նույն ժամկետում Թուրքիան ստանում է նաեւ անհրաժեշտ պատասխանները։ Թուրքիայի նախագահի գնահատման Վաշինգտոնի հետ ներկայ շփումները արդյունավետ եւ օպերատիվ բնույթ ունեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանի ներկայացուցիչները կապ են հաստատել Վաշինգտոնի հետ, հնարավոր նոր համաձայնագրի շուրջ քննարկումներ սկսելու նպատակով։ Նրա խոսքով Թեհրանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում գործարքի նկատմամբ եւ այդ նպատակով արդեն դիմել է ԱՄՆ-ին։ Միաժամանակ Թրամփը նշել է, դեռևս վստահ չէ, արդյոք Իրանը արժանի է նման համաձայնագրի եւ պատրաստ կլինի պահպանել այն։ Թրամփը վստահ է, բանակցությունների հնարավորությունը շարունակում է մնալ օրակարգում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանի էներգետիկ համակարգն ունի աշխարհում ամենաբարձր անվտանգության շեմերից մեկը։ Նրա խոսքով, վառելիքի մատակարարման հետ կապված ներկայիս դժվարությունները ժամանակավոր բնույթ ունեն եւ կապված են նաեւ արձակուրդային շրջանը խաթարելու հակառակորդի փորձերի հետ։ Պուտինը նշել է, հակառակորդը ձգտում է վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, սակայն ամենակարևոր նպատակը հասարակության մեջ նյարդային մթնոլորտ ստեղծելն է։ Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, այդ նպատակը չի կարող իրականացվել։ Նրա խոսքով Ռուսաստանը լիովին հասկանում է այդ մարտավարությունը եւ համոզված է, այն արդյունք չի տալու։ Վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել Մայր Հայաստան կուսակցության անդամ եւ падգամավորի տեխնացու Արեգ Նազմանուկյանի բնակարան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում Արեգ Նազմանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասով։ Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Ըստ մեղադրանքի նա Անդրանիկ Թևանյանին պետական գաղտնիք է հայտնել։ Արեգ Նազմանուկյանը ձերբակալվել է, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գագիկ Ծառուկյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հայտարարությամբ նշել է, որ քաղաքական պայքարից չի հրաժարվել, իսկ իր նկատմամբ հարուցված գործը համարում է կեղծ ու սարքովի։ Նա պնդում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավարար ձայներ էր ստացել ազգային ժողով անցնելու համար, սակայն իշխանությունները գողացան այդ մանդատները, զրկելով տասնյակ հազարավոր ընտրողների ներկայացվածությունից։ Գագիկ Ծառուկյանը շեշտել է նաև, որ կալանքը քրեական գործերն ու պետական մարմինների որոշումները չեն փոխի իր արժեքները, հավելելով, որ շարունակելու է հնարավորության սահմաններում ծառայել Հայաստանին եւ օգնել իր ժողովրդին։ Ես մնում եմ ձեր Ծառուկյանը, եզրափակել է նա։
Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում։ Հենց այս ճանապարհով նաև դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում, նվազեցնելով վերջիներիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթանում են սահմանազատման աշխատանքներ, ըստ ԱՊԱ-ի այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը հայտարարել է, որ այս ոլորտում ստեղծվել են հանձնաժողովներ։ Այս աշխատանքը շարունակվում է կանոնավոր կերպով։ Մենք արդեն ականատես ենք եղել այս աշխատանքի առաջին դրական արդյունքներին։ Պետական սահմանի մոտ 13 կիլոմետր հատվածը սահմանազատված է։ Նա նշել է, որ երկու կողմերի միջև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել։ Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի եւ կլուծվեն էքսկլավային գյուղերի հարցերը, ասել է Բայրամովը։ Ապա անդրադառնալով խաղաղության համաձայնագրին, Բայրամովը նշել է, ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։ Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է եւ բաց է հանրության համար։ Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Նախագահ Իլհամ Ալիևը արտահայտել է պետության պաշտոնական դիրքորոշումը, ասել է Բայրամովը, կրկին պնդելով, թե իբր Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ կան, եւ որոնք պետք է հեռացվեն, եւ դրանից հետո միայն կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Կևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի 15-ին, այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից։ Հրազդանի մեծ կամ առավել հայտնի Կևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի եւ հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաեւ ջրամեկուսացման աշխատանքներ։ Բացի այդ թարմացվելու են կամրջի բազրիկները, վերականգնվելու են նաեւ թռիչքային կառուցվածքներն ու հենարանները, արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։ ԱՄՆ կոնգրեսի բազմաթիվ օրենսդիրներ, թե դեմոկրատներ, թե հանրապետականներ դեմ են Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքին։ Washington Post-ի փոխանցմամբ երկու կուսակցություններ ներկայացուցիչներ լուրջ մտահոգություններ են հայտնել գործարքի վերաբերյալ, թեև դեռ պարզ չէ, արդյոք հանրապետականների վերահսկողության տակ գտնվող կոնգրեսը կփորձի խոչընդոտել դրա իրականացմանը։ Հանրապետական կոնգրեսական Մայքլ Լոուլերը հայտարարել է Թուրքիային ամենաժամանակակից կործանիչների վաճառքը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, իսկ դեմոկրատ Բրեթ Շնայդերը նշել է Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին S-400 համակարգերի արկայության պայմաններում հակասում է ամերիկյան օրենքներին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, Անկարայի գագաթնաժողովում դաշինքի առաջնորդները կհաստատեն, Իրանը երբեք ձեռք չի բերի միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը պետք է մնա բաց ազատնավարկության համար։ Նրա խոսքով նեղուցի անխափան գործունեությունը կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամ երկրների համար։ Ռյուտեն նշել է, Իրանի հարցը լինելու է գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։ Նա ընդգծել է, դաշինքը վերահաստատելու է նավարկության ազատության սկզբունքը Հորմուզի նեղուցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով այդ դիրքորոշումը կարտացոլվի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում հուլիսի 10-ից 14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ից 11-ը կբարձրանա 6-ից 8 աստիճանով, միայն Լոռու եւ Տավուշի մարզերում հուլիսի 12-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 10-ից 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի եւ 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 13-ից 15 մետր/վայրկյան արագությամբ։